Հրավիրել մեկ հանգամանքի, որ այս օրերին վստահ եմ շատերը նաև սոցիալական հարթակներում տեսնում են, որ տարբեր մարդկանց կողմից նշվում է, որ բնակարանի կարիք կա, վարձակալության բնակարանի եւ պարզ է, որ այս ամենը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Արդյոք կառավարությունը դիտարկում է ինչ-որ օժանդակություն նաև այս ձևաչափով հետագայում։ Անպայման Տիկին Բաղդասարյան, վստահաբար կառավարությունը դիտարկում է նաև նման աջակցության ցուցաբերումը։ Այսօր արդեն մենք աշխատանքային քննարկում ունենք գործընկերների հետ, թե ինչպես պետք է ընդլայնենք այն գործիքակազմը, որ պետք է աջակցություն հասանելի դարձնի տեղահանված բնակչությանը։ Ուզում եմ մի քանի բաներ պարզաբանել։ Ցավոք սրտի, սա առաջին դեպքը չէ, դուք գիտեք, որ 44-օրյա պատերազմի արդյունքում մենք ունեցել ենք համանման իրավիճակ եւ բազմաթիվ Լեռնային Ղարաբաղի բնակիչներ այդ օրերին գտնվում էին Հայաստանում։ Եվ այն ժամանակ դեռևս որոշակի մեխանիզմներ կիրառության մեջ եղել են, որոնք որ տարբեր տիպի սոցիալական աջակցություն հասանելի են դարձրել, օրինակ այդպիսիք կարող են լինել մարդկանց, եթե երկարաժամկետ մարդը որոշել է, թե երկարաժամկետ ինչ բնակության վայր պետք է ընտրի, նաև վարձավճարների որոշակի դրամական փոխհատուցում, այն մարդկանց, ովքեր ժամանակավորապես աշխատանք չեն ունենա եւ չեն ունենա նաև եկամտի այլ աղբյուրների դրամական այնպիսի աջակցություն, որ կհոգա նրանց ամենաառաջնային կարիքները, մենք այդ բոլորը շատ հասկանալի եղանակով նախ կպլանավորենք եւ կհաստատենք, բոլորի համար կպարզաբանենք, թե ինչ աջակցության գործիքներ ենք դնում շրջանառության մեջ եւ իհարկե ովքեր դրա կարիք ունեն կդառնան դրանց շահառուները։ Շատ կարևոր է այս համատեքստում նաև ընդգծել, որ կարևոր է, որ այդ գործիքները լինեն հասանելի, մատչելի եւ շատ ճկուն մեր բոլոր հայրենակիցների համար։ Պարոն Խաչատրյան, ինչ որ նույնականացվում իրականացվում է այն մարդկանց, որոնք հատում են եւ սեռատարիկային ինչ որ նկարագիր ունենք հայրենակիցների, որոնք արդեն Հայաստանում են։ Այո, անպայման, եւ դա մենք ուզում եմ նորից պարզաբանել մեր բոլոր հայրենակիցներին, որպեսզի հասկանալի լինի նաև մեր հաշվառման նպատակը։ Մեր հաշվառման նպատակը նախ եւ առաջ կարիքների բացահայտումն է։ Սեռատարիքային ամենայն մանրամասնությամբ անհատական տվյալներ շարունակում ենք հաշվառել մինչև նախորդ գիշեր, այսինքն առաջին կարելի ասել 36 ժամերի ընթացքում, բայց մի փոքր տեխնիկական խնդրի պատճառով մենք այդ հաշվառման բնույթը մի քիչ փոխեցինք, ես հիմա կպարզաբանեմ, բոլոր այն մարդիկ, ովքեր մուտք էին գործում դեպի Կորնիձոր, առաջին հարցից հետո, թե արդյոք իրենք ունեն իրենց բնակության վայրը, թե նախընտրում են դիմել կառավարության կեցության ապահովման աջակցությանը, մենք այդ անկախ երկու պատասխաններից վերցնում ենք բոլոր տվյալները, որպեսզի հետագայում հետադարձ կապ ապահովենք, եւ ինչ որ մի պահի, երբ որ մարդկանց հոսքը շատ մեծացավ, մենք որոշեցինք, որ մանրամասն տվյալներ վերցնում ենք միայն այն մարդկանց առնչությամբ, ովքեր պետք է կառավարության առաջարկած կեցության աջակցության շրջանակից օգտվեն, իսկ նրանք, ովքեր ասում են, որ իրենք ունեն իրենց նշանակման վայրը կամ իրենց համար նախապես որոշված բնակատեղին, միայն 1-2 մարդու տվյալ ենք վերցնում, որպեսզի հետագայում մնացածների առավել մանրամասն անհատական տվյալները նույնպես լրացնենք մեզ մոտ կարիքներին համապատասխան աջակցություն հոգալու համար։ Այս հաշվառված մասով, իսկ ես ուզում եմ ասել, որ դա բավական մեծ թիվ է, եւ մենք 19000 մարդու դիտարկմամբ ունենք ընդամենը 3000 այս պահի դրությամբ, որոնց վերաբերյալ տվյալները քանակը գիտենք, որ մոտավորապես նույն կազմով են եղել ինչպես մնացածները, բայց իրենց մասով բավականաչափ մանրամասն տեղեկություններ չենք արձանագրել, իսկ մնացած 16000-ի վերաբերյալ ունենք շատ մանրամասն տեղեկություններ, եւ որպեսզի մենք պատկերացնենք, օրինակ տարիքային կազմի տեսանկյունից մեզ համար շատ կարևոր էր հասկանալ, թե երեխաների քանակը մինչև 19 տարեկան հասակ ունեցող մարդկանց քանակը, որպեսզի կրթությանը վերաբերող հարցերը հասցեագրվեն առաջիկայում, որքան է կազմել։ Եվ մոտավորապես այդ 16000-ից 5500-ը այդ տարիքի երեխաներն են, ինչը նշանակում է մոտավորապես ընդհանուր կազմի 1/3-ը։
կանայք եւ տղամարդիկ մոտավորապես նույն համամասնությամբ են կամ հարաբերակցությամբ են։ Այո, ունենք բոլոր մանրամասն տվյալները, մենք հուսով ենք, որ այն մարդիկ, ովքեր պետք է որոշեն, որ երկարաժամկետ են բնակվելու, իրենց բնակատեղին ընտրելու, հետագայում կունենան նաեւ աշխատելու որոշակի մտադրություններ եւ իհարկե պատրաստ ենք լինելու այդ հարցերում նույնպես ամենայն աջակցության ծրագրեր եւ մեխանիզմներ գտնել։ Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ մեր հայրենակիցներին դիմավորում են նաև առողջապահության նախարարության մեր գործընկերները, այն հայրենակիցների համար, որոնք առողջական ինչ-ինչ խնդիրներ ունեն, տեղում հասցեագրվում է եւ ուղղորդում են համապատասխան բժշկական հաստատություններ։